Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա եւ սերտ համագործակցությունը թե երեխաների իրավունքների պաշտպանության, թե աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել։ Ներկայացնելով ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները, Արփինե Սարգսյանը մասնավորապես ընդգծել է օրենքի հետ առնչվող երեխաների հետ ճիշտ աշխատանքի կարևորությունը, դպրոցներում երեխաների համար անվտանգ միջավայրի ձևավորումը, աղետների ռիսկերի կառավարման տեսանկյունից նրանց համապատասխան գիտելիքներով վերազինումը եւ ծառայողների կարողությունների զարգացումը։ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար ընդգծել է արդյունավետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը ոչ միայն հանցավորության, իրավախախտումների կանխարգելման շրջանակներում, այլև աղետների ռիսկերի կառավարման, փախստականների ինտեգրման եւ մի շարք այլ հարցերում։ Քննարկվել են համատեղ իրականացվելիք մի շարք ծրագրեր, ընդգծվել է, որ առաջիկայում կմեկնարկեն համայնքային ոստիկանության ղեկավար կազմի վերապատրաստումները, որը թույլ կտա անչափահասների հետ տարվող աշխատանքների նոր մեթոդաբանությանը ծանոթացնել անձնակազմին։ Բացի այդ, եւս 20 խոշորացված համայնքում կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման աշխատանքներ, որոնք արդեն իսկ իրականացվել են 26 խոշորացված համայնքում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու կառուցողական հարաբերությունները, ընդլայնել անչափահասների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմի մշակման, աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ համագործակցության ուղղությունները։